ՑՀԼ-ը հայտարարել է, որ Համասի կողմից Իսրայելին փոխանցված աճյունները չեն պատկանում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Պաղեստինյան շարժումը հոկտեմբերի 31-ին Կարմիր խաչի միջոցով Իսրայելին էր հանձնել ևս 3 մարդու աճյուն, սակայն իսրայելական կողմը դեռ մինչև դատաբժշկական նույնականացումը կասկած էր հայտնել, որ դրանք գերիների մարմիններն են։ Վերջին ժամերին Իսրայելի բանակը France Press-ին հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է այդ կասկածները։ Ըստ Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարի գործարքի Համասը պարտավորվել է վերադարձնել 28 պատանդի աճյունները։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, եթե այդ պայմանը կյանքի չկոչվի, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Պաղեստինյան շարժումն էլ հայտարարել է, որ գերիների մնացորդները թաղված են Գազայի փլատակներում եւ դրանք գտնելը չափազանց բարդ է։ Նոյեմբերի 1-ի գիշերը ռուսական ուժերը 220-ից ավելի ԱԹՍ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևից հայտնում են, որ թիրախում է եղել հանրապետության 7 շրջան։ Չեռնիգովում եւ Պոլտավայում վնասվել են գյուղատնտեսական ձեռնարկություն, բնակելի շենքեր, քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հոփամակարգը խոցել է ուկրաինական ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։ Նաեւ հաղորդվում է, որ Մոսկվայի մարզում խոշոր նավթատար է պայթեցվել, որն ըստ Կիևի օգտագործվել է ռուսական բանակին վառելիք մատակարարելու համար։ Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ 2022 թվականից ի վեր 160-ից ավելի հաջող հարձակում են իրականացրել ռուսական նավթարդյունաբերական օբյեկտների վրա։ Կիևն արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով Ստամբուլյան բանակցային ձևաչափը վերսկսելու պայմաններ կան եւ Ռուսաստանը բաց է Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունները շարունակելու համար։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ մեղադրել է ուկրաինական կողմին բանակցային գործընթացը խոչընդոտելու համար։ Ուկրաինայի ԱԳՆ-խոսնակը շեշտել է, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, իսկ բանակցությունները հնարավոր կդառնան, երբ Ռուսաստանի նախագահը փոխի դիրքորոշումը։ Գեորգի Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունն այս տարի արդեն մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ հանդիպելու ռուսական պատվիրակության հետ։ Սակայն ցավոք Մոսկվան ուղարկել է ցածր մակարդակի պաշտոնյաների, որոնք անդադար նույն վերջնագրերն են ներկայացրել եւ որոշում ներկայացնելու իրավասություն չեն ունեցել, հավելել է Ուկրաինայի ԱԳՆ-խոսնակը։ Նրա խոսքով պատրաստ են Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել եւ բանակցել հրադադարի շուրջ։ Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում որոշակի դժվարություններ կան, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանն ընդգծել է հակամարտող կողմերի միջև արդար եւ երկարատև խաղաղության կարեւորությունը։ Անկարան կշարունակի նպաստել բանակցություններին, հավելել է դիվանագետը։ Ֆիդանն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ Ստամբուլում նոյեմբերի 3-ին նախատեսված է հրադադարի հարցով հերթական հանդիպումը։ Ըստ Ֆիդանի Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան վճռական քայլեր է ակնկալում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում։ Մենք բազմիցս ասել ենք, պահն է, որ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանան, հաշվի առնելով երկարաժամկետ ընդհանուր շահերը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արտահայտել է այս հարցում իր քաղաքական կամքը, ընդգծել է արտգործնախարարը։ ԱՄՆ նախագահը հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան ուժերն առաջիկայում հարձակվելու են Վենեսուելայի ռազմական օբյեկտների վրա։ Այդ մասին նա հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը որոշել է թիրախավորել Վենեսուելայի ռազմական օբյեկտները, օդանավակայանները եւ նավահանգիստները, դադարեցնելու Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը, ինչպես նաեւ ազատվելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոից։ Վենեսուելայի իշխանությունն էլ համոզված է, որ Վաշինգտոնն օգտագործում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեզը որպես պատերազմի եւ Մադուրոին չեզոքացնելու պատրվակ։ Չնայած Թրամփի հայտարարությանը, որ Կարակասի հետ հակամարտելու ցանկություն չունեն, Վենեսուելայի ափերից 15 կիլոմետր հեռու գտնվող Տրինիդադ եւ Տոբագոյի հանրապետության ինքնապաշտպանության ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի։ Տանզանիայում նախագահի ընտրության ֆոնին արդեն 3 օր է զանգվածային ցույցեր են, ընդդիմությունը մեղադրում է 2021 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամիա Սուլուհուին իր երկու հիմնական հակառակորդների իրավունքները ոտնահարելու եւ ընտրությունների արդյունքները կեղծելու փորձի համար։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ այլ միջոցներ են կիրառել հավաքվածներին ցրելու համար։ Արևմտյան ԶԼՄ-ները վկայակոչելով Տանզանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության աղբյուրը հայտնում են, որ բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թիվը կարող է հասնել 700-ի։ Reuters-ի տեղեկությամբ երկրի տարբեր մասերում անջատվել է համացանցը, պարետային ժամը երկարաձգվել է։ Դիանա Գասպարյան, լուրեր։